Պարոն Ղուկասյան, իսկ ինչ եք անելու ծնողների հետ հիմա։ Գիտեք, ի վերջո, հարգելի ժողովուրդ ջան, սա մի քայլ էր, որ պետության ղեկի նստածները պետք է անկախ նրանից քննարկումները, լսումները, թե ինչ է այդ բառախաղերից դուրս գային եւ գային ընդառաջ ասելով, որ նույն իրենք էլ են կողմնակից, եթե իրենք իրականում արդար են, խոսեին, որ իրենք էլ են կողմնակից, իրենք էլ են ցանկանում այս ամենի ի վերջո պարզվելը եւ ցանկանում են, որ այս ամեն ինչը հրապարակայնորեն լինի։ Մենք երբ որ ազգային ժողովի դահլիճին նիստերի դահլիճն ենք ցանկանում, ոչ թե նրա համար, որ մեկս մյուսից հետ խոսենք, մենք ստեղ էլ կարող ենք խոսենք, մենք ստեղ կարող ենք կազմակերպենք մեր խոսքը, բարձրաձայնենք մեր խոսքը, եւ դրա համար մեզ ազգային ժողովի նիստերի դահլիճը հարկավոր չէ։ Նիստերի դահլիճը հարկավոր էր նրա համար, որ իրենք էլ ներկա գտնվեին, որ կարողանային մեր հարցերի պատասխանները տալ եւ ի վերջո մեր հարցերը դա ամբողջ հայության հուզող հարցերն են։ Ես նորից կրկնում եմ, մինչև 20 թվական 44 օրյա պատերազմը Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը լրիվ ուրիշ կարգավիճակում էին, նույնիսկ աշխարհակաղակական իրավիճակում, նույնիսկ տարածաշրջանային իրավիճակում Հայաստանը լրիվ ուրիշ կարգավիճակում էր։ 44 օրյա պատերազմից հետո մենք եւ հոգեպես եւ պետականորեն եւ տարածաշրջանային եւ ամեն կերպ լրիվ հակառակ 180 աստիճան փոխվել է մեր իրավիճակը եւ դեպի վատը, դա դեպի լավի մասին չի խոսքը։ Հիմա այդ ամենի պատասխանը չունեն տալու։ Այսինքն այդ ամենը իրենց չի հետաքրքրում, սա այնքան երկրորդական խնդիր է, որ ընդհանրապես իրենց չի հետաքրքրում եւ իրենք ասում են, գիտեք, լսումներ չի, սա քննարկումները դրա համար 334 դահլիճ, այսինքն իրենց դա այս ամենը չի հետաքրքրում։ Այդ դեպքում մենք ստեղ կանցկացնենք կբարձրաձայնենք մեր խոսքը եւ լսելի կդարձնենք մեր խոսքը մեր հայրենակիցներին, որոնք նույնպես կարողանան միանալ այս պահանջին եւ հետո Աստված առաջ տեսնենք հետո ինչքան են սրանք ընդդիմանալու հայ ժողովրդին եւ հայ ազգին, ինչքան են հայ ազգի եւ հայ ժողովրդի շահերից չբխող որոշումներ կայացնելու, նույնիսկ այս ամենաէլեմենտար հարցում իրանք չցանկացան գալ ընդառաջ հայ ժողովրդին, հայ մարդուն, դուք ինչ եք սպասում սրանցից։